Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր արդեն օրվա ընթացքում մեկ անգամ տեղեկացրել էինք մինչև կեսօրը տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա նաև շարունակում ենք հաջորդիվ նորությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելիս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հավատարմությունը ռազմական դաշինքի պաշտպանության երաշխիքին հոդված 5-ին կախված է տերմինի մեկնաբանությունից։ Հոդված 5-ի բազմաթիվ մեկնաբանություններ կան, ասել է նա։ Թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ, Թրամփի մեկնաբանությունները կրկին մտահոգություն են առաջացրել դաշնակիցների շրջանում, հատկապես Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների ֆոնին։ Թրամփը ՆԱՏՕ-ի հանդեպ կասկածամիտ վերաբերմունքը ցույց է տվել դեռևս 2017 թվականից։ Նա բազմիցս քննադատել է դաշինքի անդամներին պաշտպանական ծախսերի ցածր մակարդակի համար եւ առաջարկել է ծախսերը բարձրացնել մինչեւ 5%-ը։ Սենատոր Ջին Շահինը, որը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին, նախազգուշացրել է, որ Թրամփի հայտարարությունները կարող են նպաստել ՆԱՏՕ-ում պառակտման խորացմանը եւ օգտակար լինել Չինաստանի նման հակառակորդների համար։ Թրամփը նաեւ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն կոտրված էր իր նախագահության սկզբում եւ ինքը ստիպել է անդամ երկրներին ավելի շատ ներդնել։ Այսօր գրեթե բոլոր անդամները բացի Իսպանիայից պատրաստ են հավանություն տալ նոր 5%-անոց վճարումներին։ Համաժողովի ժամանակ Թրամփը հանդիպելու է համաշխարհային մի շարք ղեկավարների հետ եւ հայտարարել է, որ հավանաբար կտեսնի նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա գիշերում է հույս Թեմբոս պալատում Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի նստավայրում։ Միացյալ Նահանգների հետախուզության նախնական գնահատականը ցույց է տալիս, որ Իրանի միջուկային օբյեկտներին իրականացված հարվածները միայն մի քանի ամսով են հետաձգել երկրի միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտնել են հարցին ծանոթ 3 աղբյուրներ։ Հետախուզական փակ գնահատականը հակասում է նախագահ Դոնալդ Թրամփի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդի հայտարարություններին, որոնք պնդում են, թե հարվածները վերջնականապես վերացրել են Իրանի միջուկային ձգտումները։ Թրամփը նշել է, որ հարձակումները անհրաժեշտ էին կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Իրանը, սակայն, շարունակում է պնդել, որ իր ծրագիրը խաղաղ նպատակ ունի։ Աղբյուրներից մեկը նշել է, որ նախնական գնահատականը միանշանակ չի ընդունվել եւ առաջացրել է լուրջ տարաձայնություններ։ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով ասել է CNN-ին, որ Վաշինգտոնը դեռևս ամբողջությամբ չի գնահատել հասցված վնասի ծավալը։ Այնուամենայնիվ, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հարվածները հնարավոր է չեն եղել այնքան հաջող, որքան ներկայացնում է Թրամփի վարչակազմը։ Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել եւ միջուկային ծրագիրը հետ է ընկել ընդամենը 1 կամ 2 ամսով։ Պենտագոնը կտրականապես հերքել է այս կարծիքը, թե վնասը եղել է աննշան։ Պաշտպանության նախարար Հեքսեդը հայտարարել է. «Այն ամենի հիման վրա, ինչ մենք ունենք, ներառյալ իմ տեսածը, մեր ռմբակոծությունը լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը»։ Թրամփը քննադատել է CNN-ին, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը նշել է, որ այդ հետախուզական եզրակացությունը ակնհայտորեն սխալ է։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ոչ ոք չի գնա արձակուրդի, մինչև մեծ ու գեղեցիկ բյուջետային օրինագիծը չհայտնվի իր սեղանին հուլիսի 4-ից առաջ։ Հանրապետականներն իրենց տեղում են մնում նախագիծը ավարտին հասցնելու համար»։ Սենատում պատրաստվում են նաև շաբաթվա վերջին նիստերին, իսկ Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը կոչ է արել օրենսդիրներին պահպանել ճկունություն սպասվող քվեարկությունների համար։ Սենատի մեծամասնության ղեկավար Ջոն Թյունը նշել է, որ լավ առաջընթաց կա եւ ակնկալվում է, որ օրինագիծը շաբաթվա ավարտին կանցնի Սենատ եւ կվերադարձվի Ներկայացուցիչների պալատ արագ քվեարկության։ Սակայն հանրապետականները, որոնք վերահսկում են կոնգրեսի երկու պալատները, բախվում են ներքին տարաձայնությունների եւ Սենատի խորհրդանի դիտողություններին, որ նախագծի որոշ կետեր խախտում են ընթացակարգային կանոնները։ Դեմոկրատները վճռականորեն դեմ են։ Նախագիծը ներառում է մոտավորապես $350 միլիարդ հատկացում Թրամփի սահմանային եւ ազգային անվտանգության օրակարգի համար, ներառյալ 10,000 նոր IC աշխատակից, $10,000 միանավակ պարգևավճարով, 100,000 ապաստարանային մահճակալ տարեկան մոտ 1 միլիոն արտաքսման նպատակով, $12 միլիարդ նահանգներին տրվող ներգաղթի վերահսկողության համաֆինանսավորման նպատակով, $3.5 միլիարդ արդարադատության նախարարությանը նմանատիպ պետական հիմնադրամ ստեղծելու համար եւ $1,000 դիմորդական վճար ապաստանի հայցերի համար։ Միջոցներ նաև ոսկե գմբե թրթիռային պաշտպանության համակարգի ու ամերիկյան հերոսների ազգային այգու ստեղծման համար, որը գնահատվում է $40 միլիոն։ Օրինագծում նախատեսվում են կտրուկ կրճատումներ Medicaid պետական բժշկական ապահովագրությունից եւ SNAP սննդային տոմսերից, ինչպես նաև կանաչ էներգիայի արտոնությունները։ Հանրապետականները պնդում են, որ փորձում են թիրախային դարձնել այդ ծրագրերը դուրս բերելով չարաշահումները։ Նոր պահանջները ներառում են աշխատանքի պարտադիր ամսական 80 ժամ Medicaid SNAP ստացողների համար, ներառյալ մինչև 65 տարեկանները։
Ծնողները երեխաների 10 տարեկանից բարձրի դեպքում պետք է աշխատեն օգնություն ստանալու համար։ CBO-ի տվյալներով մոտավորապես 11 միլիոն մարդ կկորցնի առողջապահական ապահովագրությունը, իսկ 3 միլիոն մարդ սննդային օգնությունը։ Թրամփի վարչակազմը թույլատրել է $30 միլիոն տրամադրում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի աջակցությամբ գործող մի խմբի, որը Գազայում սննդի բաշխմամբ է զբաղվում։ Սա առաջին հայտնի դեպքն է, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը ֆինանսավորում է տրամադրում GHF-ին, Իսրայել-Համաս պատերազմի ֆոնին իրականացվող մարդասիրական օգնության բաշխման նպատակով։ Հայտարարությունը հնչում է նաև այն պայմաններում, երբ վերջին ամսում բացված բաշխման կետերում բռնություններ եւ քաոս են գրանցվում։ Պաղեստինցի ականատեսները եւ առողջապահական պաշտոնյաները հայտնում են, որ իսրայելական ուժերը բազմիցս կրակ են բացել օգնության կետեր ուղևորվող բազմության ուղղությամբ, սպանելով հարյուրավոր մարդկանց միայն վերջին շաբաթների ընթացքում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կրակ է բացել նախազգուշացման համար այն անձանց վրա, ովքեր կասկածելի կերպով մոտեցել են ուժերին։ Այսօր Միացյալ Նահանգների արևելյան ափի տարբեր քաղաքներում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։ Եղանակաբանները նախազգուշացրել են, որ սա կլինի այս ճնշող շոկի ամենածանր օրը, որը տարածվել է երկրի մեծ մասի վրա։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով Վաշինգտոնում եւ Բոստոնում կանխատեսվել է ջերմաստիճանի բարձրացում մինչև 100 աստիճան ըստ Ֆարենհեյթի, գերազանցելով նախորդ ռեկորդները մինչև 6 աստիճանով։ Նյու Յորքում մոտի ջերմաստիճանը հասել էր գրեթե 100 աստիճանի։ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում միլիոնավոր մարդիկ փորձել են գտնել սարժելու եղանակներ, հիմնականում մնալով տանը, օգտվելով օդորակիչներից։ Շատ նահանգներ եւ շրջաններ արտակարգ դրություն են հայտարարել էլեկտրաէներգիայի, կիրարկելով շտաբ գործողություններ էլեկտրացանցը գերծանրաբեռնվածությունից պաշտպանելու համար։ Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայանում օդի ջերմաստիճանը կեսօրից անց հասել էր 38 աստիճանի Ցելսիուսի առաջին անգամ 2013 թվականից ի վեր։ Այնուհետև Բալթիմորը, Ֆիլադելֆիան, Բոստոնը եւս հատեցին 100 աստիճանի սահմանը։ Ջերմաստիճանը կմնա բարձր մինչև ուրբաթ եւ անգամ 70 աստիճանի էլ չի հասնի Նյու Յորքում։ 6 շաբաթից ավելի տևած վկայություններից հետո այսօր ավարտվեցին մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի ցուցմունքները սեքսուալ թրաֆիքինգի գործով երաժշտական պրոդյուսեր Շոն Դիդի Քոմսի դեմ։ Քոմսը կանգնած է 5 քրեական մեղադրանքների առաջ, ներառյալ հանցավոր կազմակերպության գործունեության մեջ ներգրավվածություն, սեռական թրաֆիքինգ եւ անձի տեղափոխում մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով։ Քոմսը իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալ իր պաշտպանական դիրքերից։ Կառավարական մեղադրական կողմը պնդում է, որ Bad Boy Records լեյբլի հիմնադիրը ստիպել է երկու նախկին ընկերուհիներին սեռական հարաբերություններ ունենալ տղամարդ մարմնավաճառների հետ եւ որոշ դեպքերում նկարահանել է։ Վկաների թվում էին Քոմսի նախկին ընկերուհին Կասանդրա Վենտուրան, ինչպես նաև մի կին, որը դատարանում ներկայացել է որպես Զեյն Կեղծանունով։ Մի քանի օր տևած վկայությունների ընթացքում երկուսն էլ պնդել են, որ Քոմսը ծեծել է իրենց, սպառնացել է դադարեցնել ֆինանսական աջակցությունը եւ հրապարակել տեսանյութերը։ PUBG-ի պաշտպանական խմբի փաստաբանները հաստատել են, որ իրենց հաճախորդը երբեմն բռնություն գործադրել է անձնական հարաբերություններում, սակայն պնդել են, որ այդ ֆրիկ շոուները եղել են կողմերի համաձայնությամբ։ Վերջնական ելույթները դատարանում նախատեսվում է սկսել 5 շաբթի։ Եթե Քոմսը ճանաչվի մեղավոր բոլոր 5 հոդվածներով, նա նվազագույնը կստանա 15 տարվա պարտադիր ազատազրկում եւ կարող է անգամ դատապարտվել ցմահ բանտարկության։ Միացյալ Նահանգների բորսաներում նկատվել է աճ։ Dow եւ S&P 500 ինդեքսները բարձրացել են ավելի քան 1%-ով, իսկ NASDAQ-ը գրեթե 1.5%-ով։ Այս աճը երկրորդ անընդմեջ շահավետ առևտրային օրն էր Միացյալ Նահանգների կողմից Իրանի առանցքային միջուկային օբյեկտներին հասցրած հրթիռային հարվածներից հետո։ S&P ինդեքսը փակվել է մոտ իր պատմական ամենաբարձր մակարդակին գրանցված փետրվարի 19-ին։ Միևնույն ժամանակ NASDAQ 100 ինդեքսը հասել է պատմական առավելագույնին։ Իսրայելի եւ Իրանի միջև փխրուն հրադադարը բարձրացրել է ներդրողների վստահությունը։ Ներդրողները ուշադրությամբ հետևել են նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսում ելույթ ունեցող դաշնային պաուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանություններին։ Նա կրկնել է, որ տոկոսադրույքերի իջեցման հարցը պետք է սպասի, մինչև ավելի հստակ գնահատվեն մաքսատուրքերի կողմից առաջացած գնաճային ազդեցությունները։ Երեքշաբթի նկատվել են հետևյալ շուկայի շարժերը։ Coinbase Global-ի կրիպտոարժույթների բորսայի բաժնետոմսերը աճել են 12%-ով, Bitcoin-ի մեկ շաբաթվա առավելագույնին հասնելու ֆոնին։ Broadcom կիսահաղորդիչ արտադրող ընկերության բաժնետոմսերը բարձրացել են մոտ 4%-ով, HSBC-ի կողմից պահել գնահատականից գնելի վերափոխման պատճառով։ FedEx-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 5%-ով, հետ վաճառքի ընթացքում ընկերության կողմից ներկայացված հիասթափեցնող կանխատեսման պատճառով։ Այսքանով ավարտենք Միացյալ Նահանգների լրատվական օրը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։